Ողջույն, այսօր կխոսենք hostname հրամանի մասին, հա, host, տակ, name, այսպես։ Hostname-ը Linux-ում օգտագործվում է, որպեսզի մենք իմանանք մեր ուրեմն օպերացիոն համակարգի DNS անունը, հա, եւ նաեւ կարող ենք այդ DNS անունը ոնց որ փոփոխել։ Hostname-ը ունի տարբեր ֆունկցիաներ, հա, hostname-ը ինչու է օգտագործվում, նա կոպիտ ասած, sense ասած, ցանցում ձեր համակարգչի անունն է, հա, որոշում։ Բերեք օրինակ sense անենք ping Greek, հա։ Տեսնում եք, ես իմ համակարգչին ping ուղարկեցի անունով, եթե կան local ցանցում այլ համակարգիչներ, կարող են hostname-ով, այսինքն իմանալով տվյալ, ուրեմն hostname-ը կապ հաստատել համակարգչի հետ։ Hostname ունի տարբեր օպցիաներ, բերեք հերթով անենք դրանք, օրինակ hostname-a, այսպես, սա մեզ ցույց է տալի մեր համակարգչի, ուրեմն օպերացիոն համակարգչի hostname-ի alias-ը, տվյալ դեպքում այն դատարկ է, քանի որ alias չկա, ուրեմն set արած։ Սա, ուրեմն եթե ձեր համակարգ ունի տարբեր ինտերֆեյսներ, ցանցային ինտերֆեյսներ, այդ ինտերֆեյսների ոնց որ նաև հաշվի առնում այդ ինտերֆեյսները։ Մյուսը hostname minus մեծատառ a։ Սա ցույց է տալի մեր համակարգչի, ուրեմն օպերացիոն համակարգի FQDN-ը, այսպես, հա, FQD, ինչու Q-ն չի գրում իմ մոտ, այսպես QDN, fully qualified domain name, օպերացիոն համակարգի fully qualified domain name-ը։ Ուրեմն սա ինչպես նաև հաշվում է բոլոր ինտերֆեյսները, նրանց վրա կոնֆիգուրացված հասցեները եւ հնարավոր է, որ բոլոր ինտերֆեյսների համար FQDN-ը դա նույնը լինի։ Բերեք մյուս option-ը նայենք hostname minus մեծատառ, չկներեք փոքրատառ d, սա ուրեմն մեզ թույլ է տալի տեսնել domain-ը, հա, եթե իհարկե domain կա կոնֆիգուրացված արած, քանի որ մեր դեպքում domain չկա կոնֆիգուրացված արած, այն վերադարձնում է դատարկ տող։ Hostname minus f, սա նույնպես ուրեմն օգտագործում է, որպեսզի ստանանք FQDN-ը, սա եթե կա local, այսինքն եթե կա ցանց, որտեղ ուրեմն domain-ը կոնֆիգուրացված է, սա ցույց է տալու ուրեմն կարճ hostname-ը եւ DNS domain name-ը, հա, sense։ Իհարկե, եթե դուք ուրեմն աշխատում եք կազմակերպությունը, որ պետք է domain կոնֆիգուրացված արած, դուք կարող եք այս հրամանները կատարել եւ հնարավոր է տարբեր արժեքներ տեսնել։ Այս մյուսը, հա, hostname minus մեծատառ f, սա օգտագործվում է, որպեսզի ինչ որ ֆայլից կարդանք մեր hostname-ը եւ այն կոնֆիգուրացնենք։ Բերեք փորձենք, օրինակ echo devops, ենթադրենք hostname txt, հա, sense host տակ, մի վարքյան, hostname minus f եւ sense ենք անում։ Սա root user-ի բան է, պետք է հավաքում ենք անունը եւ հավաքում ենք hostname։ Տեսնում ենք մեր անունը փոփոխված է։ Բերեք ես մի ուրիշ բան ստուգեմ, hostname minus b, hostname, հա, չէ, ինձ թվաց, որ hostname-ը վերադարձնելու hostname minus b-ին վերադարձնելու է նախորդ արժեքը, բայց ոչինչ։ Մյուսը hostname, հա, minus մեծատառ e, սա վերադարձնում է ձեր համակարգչի IP հասցեն local ցանցում։ Բերեք սա փորձենք, տեսնենք ինչ կա։ Սա վերադարձնում է ձեր ուրեմն hostname-ը short format-ում, եթե դուք օրինակ էլի կրկնեմ, եթե դուք domain կոնֆիգուրացված ունեք եւ ինչ որ երկար անուն կա, երբ որ գրում եք hostname, օրինակ ամբողջ fully qualified domain name եք ստանում, hostname minus s-ը դա short վերսիան է ձեզ բերելու։
Մյուսը hostname -v, սա ցույց է տալի հենց hostname ծրագրի վերսիան, հա, հնարավոր է դուք ուզում եք այն update անել կամ չգիտեմ, package update անել, վերադառնալ հին վերսիային, դուք ուզում եք իմանալ, թե որ վերսիան եք օգտագործում, սա hostname -v։ Իհարկե այստեղ այս դասին մենք օպցիաները անցանք, սակայն օպցիաները սենց ամբողջովին չկարողացանք տեսնել, քանի որ ես չունեմ domain կոնֆիգուրացված արած, սակայն եթե աշխատում եք ինչ-որ կազմակերպություն, որտեղ կա domain կոնֆիգուրացված արած, դուք կարող եք այս օպցիաներից ուրեմն օգտագործել և տեսնել տարբեր ուրեմն արդյունքներ ստանալ։ Այսքանը այս դասի համար, շնորհակալություն։